Բարի օր, եթե զգացել եք վերջերս, հատկապես վերջերս, մենք շեշտը դնում ենք պարզագույն մթերքներով հետաքրքիր կերակուրներ պատրաստելու վրա։ Այսօր կառաջարկենք ձեզ մեր հետ միասին պատրաստել հավի բդեր։ Ինչպես կարելի է պատրաստել, որ այն շատ համեղ լինի։ Փորձենք, ասեմ ինչ է հարկավոր դրա համար։ Հավի բդեր, մեղր, քացախ, զիրա, կարմիր պղպեղ կծու, սխտորի փոշի, այսինքն աղ, քաղցր պղպեղ և բուսայգու։ Պատրաստում ենք համեմունք, որով համեմելու ենք հավի բդիկները։ Հավանգի մեջ տրորում ենք զիրան, որպեսզի բույրը բացի։ Վերցնում ենք պոլիէթիլենային տոպրակ, դիսում ենք զիրան, կարմիր կծու պղպեղացած սխտորի փոշին, աղ, կարմիր քաղցր պղպեղ, և լավ խառնում ենք։ Այնուհետև տապակը դնում ենք գազօջախին, որի մեջ կտաքացնենք բուսայողը։ Հավի բդիկները հերթով գցում ենք համեմունքով տոպրակի մեջ և լավ թափահարում, որպեսզի հավասար համեմվեն կտորները։ Հավի բդիկները հարկավոր է լավ լվանալ, չորացնել, որը մենք չենք կարել։ Այսինքն լվացել ենք, բայց չենք չորացել, էդի նկատվում է։ Սեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Եվ տապակում ենք բոլոր կողմերից։ Իսկ հիմա շարունակենք պատրաստել հավի բդիկի համար համեմունք, հարկավոր է մեղրը և քացախը խառնել իրար։ Մի փոքր էլ կարելի է կարմիր պղպեղ, այն չի խանգարի։ Նախապատրաստում ենք ջեռոցի տապակը ցանցով
Այսպես, եթե ունեք ցանց, հա, եւ խորը տապակ, սան մենք նրա համար, որպեսզի ավելորդ հյութերը չթափվեն ջեռոցի մեջ, այլ հավաքվեն խորը տապակի մեջ։ Երկու կողմից տապակված հավի բտիկները շարում ենք։ Ցողում մեղրի և քացախի խառնուրդով կարելի մի փոքր շաքարավազ, այսինքն եթե մեղր կային շաքարավազ, ես ասացի շաքարավազ, ոչ մեղրով, մտածեցի ուղղակի, եթե ձեռքի տակ չկա մեղր, կարելի է շաքարավազ օգտագործել, բայց ցանկալի է մեղր, շատ անուշ բույր և համ է տալիս։ Սա դնում ենք 180 աստիճան ջեռոցը։ 15 րոպեով։ 15 րոպե հետո կշրջենք հավի բտիկները, կգցենք այս խառնուրդից և թողնենք ևս 15 րոպե։ Ժամանակն է շրջելու, շատ հետաքրքիր բույր ունի այս կերակուրը, հարկավոր է շրջել, մյուս կողմից էլ գցենք մեղրի և քացախ։ Եվս 15 րոպե և այն պատրաստ է։ Մինչ բդիկները պատրաստ լինեն, առաջարկում խավարդ պատրաստել, պատրաստում ենք կորոկե, սա ճապոնական խոհանոցից է, կարտոֆիլով շատ հետաքրքիր կերակուր, ասեմ ինչ է հարկավոր, կարտոֆիլ, հավի աղացած միս, ձու, սող, պաքսիմատ, աղացած կարմիսեր պղպեղներ, աղ, ալյուր և բուսայուղ, հարկավոր է կարտոֆիլը խաշել։ Եթե մեծ կարտոֆիլներ են, հարկավոր է կտրատել, որպես շուտ խաշվի։ Եթե մանր կարտոֆիլներ են, հենց այսպես էլ կարելի է խաշել։ Գոլ ջրի մեջ մի փոքր աղ ենք լցնում։ Հիշեք, որ կարտոֆիլը չի կարելի խաշել եռացող ջրի մեջ։ Եվ լցնում ենք կարտոֆիլները, թող խաշվեն։ Տապակն էլ արդեն մաքուր է, հարկավոր է սոխ հեռացանել, մի փոքր բուսայուղ, և մշակենք սոխ։ Մանր կտրատում ենք։
Հենց սոխը թափանցիկացավ, կավելացնենք հավի աղացած միսը։ Միասին փակում ենք։ Եկա, սպասիր, պակվի, չմոռանանք հավիկի մասին, սեք ինչ կարմիր կեղև է կապել։ Վերցնում ենք մատուցվող ափսեն, հավի բուդիկները դնում ենք ափսեի մեջ, տակ է, և ծածկում ենք, որպեսզի չսառչի։ Տեսնենք կարտոֆիլը պատրաստ է թե ոչ, դրա համար հարկավոր է վերցնել չոփիկ և խրում ենք։ Եթե սահուն մտնում է, ուրեմն կարտոֆիլը արդեն պատրաստ է, հարկավոր է ջուր քամել։ Վերցնում ենք սիրելի ամանը, ջրքամած կարտոֆիլը տրորում ենք, Եթե նկատեցիք, վերցրել ենք թարմ կարտոֆիլ և կլեպը չենք հանել վրայից, որտեղ մեջ վիտամինների շատ մեծ պաշարք է։ Իմաստը որն է վիտամինները դեն գցել։ Հենց այդպես կլեպով իհարկե հարկավոր է նախապես այն լավ լվանալ, խաշել և մտել հենց կլեպով։ Սա լցնում ենք վրան։ Լավ հումցում ենք, համեմ ենք պղպեղներով, մի փոքր աղ, չմոռանանք, որ կարտոֆիլը արդեն մեջ աղ ունի, որովհետև խաշելիս աղ ենք գցել ջրի մեջ։ Կարելի է կարտոֆիլը խաշելիս, կարելի է աղ չանել, որ պատրաստեք հենց այդպես։ Նախ կարտոֆիլը ավելի արագ խաշվի, հետո միասին մսի հետ քամում ենք, առանձին պետք չէ։ Սա էլ այսպես թող մի փոքր սառչի։ Իսկ մենք նախապատրաստենք այն ջերմային մշակման ենթարկի։ Վերցնում ենք ափսեներ։
Վերջինի մեջ լցնում ենք բաքսիմատը։ Կլորի մեջ զում ենք հարում։ Եվ առաջին ափսեի մեջ լցնում ենք ալյուր։ Խճողակը մի փոքր ջրիկ է։ Հարկավոր է թողնել, որպեսզի սառչի, պնդանա, քանի որ ժամանակ չունենք, մենք չենք սպասի, ինչ ենք անում։ Ավելացնում ենք մի փոքր բաքսիմատ։ Բաքսիմատը կպնդացնի։ Իսկ եթե ժամանակ ունենք սպասենք, այն կպնդանա ինքնին։ Սոտեյնիկը հայտնում ենք ազդուջախին, առատ բուսայող ենք լցնում և տաքացնում։ Պաստորեն ջերմային մշակման ենք ենթարկելու գնդերը, որ հեսա կպատրաստենք ֆրի եղանակով։ Ձևավորում ենք գնդեր։ Թավալում ալյուրի մեջ։ Կարելի է այսպես թափ տալ ալյուրը և գցել ձվի մեջ։ Ձվից հետո բաքսիմատ ապատել ենք։ Այսպիսի շատ հետաքրքիր գնդեր։ Կրկնում ևս մեկ անգամ ալյուր։ Ձու և վերջում բաքսիմատ։ Հարկավոր է ստուգել տաքացել է թե ոչ, ասես փայտիկով ցնում ենք, ցեք եռը սկսել է։ Տեսնում ես ուշադիրներ,
ուրեմն տաքացել է։ Հենց այսպես տաքանում է, իջեցնում ենք կրակը եւ սկսում ենք տապակել գնդերը։ Նախապատրաստենք անձեռոցիկով ափսեն, որի վրա հանելու ենք։ Մինչ ես անձեռոցիկով ափսեն նախապատրաստում, դե ասա ինչի համար եք դա անում։ Անում եք, որ խոլեստերին շատ չլինի։ Այսինքն յուղը ներծծվի։ Անձեռոցիկը ներծծում է ավելորդ յուղը։ Կարմրաթուշ են դառնում գնդերը, հանում ենք։ Այս սեզոնն արդեն կա վարունգ, լոլիկ, կարող եք ինքներդ ձեր կողմից ավելացնել գույնի համար, որպեսզի գեղեցիկ լինի։ Կարելի է մատուցել։ Հավի համեմված բդեր։ Հավի բութ 3 հատ, սխտորի փոշի 1 թեյի գթալ, կարմիր կծու պղպեղ 1-2 թեյի գթալ, զիրա 1 թեյի գթալ, կարմիր քաղցր պղպեղ 1 թեյի գթալ, աղ, խնձորի քացախ 2 թեյի գթալ, մեղր 2 ճաշի գթալ եւ բուսայուղ։ Պատրաստման եղանակը. սննդային տոպրակի մեջ լցնել ծեծած զիրան, սխտորի փոշին, կարմիր քաղցր եւ կծու պղպեղները, 1 թեյի գթալի չափ աղ ավելացնել, լավ խառնել։ Հավի բդերը գցել համեմունքներով տոպրակի մեջ, տոպրակը թափահարել, որպեսզի մսակտորները հավասարաչափ համեմվեն։ Հարկավոր է բուսայուղ տաքացնել տապակում եւ հավի բդերը տապակել բոլոր կողմերից։ Քացախը, կարմիր պղպեղն ու մեղրը լավ խառնել։ Ջեռոցի տապակի վրա ցանց դնել, հավի կտորները շարել վրան, մարինադ քսել եւ եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտավորապես 15 րոպե, որից հետո հարկավոր է մսակտորները շրջել, մյուս կողմից էլ օծել մարինադով եւ թողնել մինչեւ միսը պատրաստ լինի։ Մատուցել տաք։ Կորոկկե։ Կարտոֆիլ 4-5 հատ, միջին մեծության կարտոֆիլի մասին է խոսքը, եթե մանր է ավելի շատ, սոխ 1 գլուխ, ձու 2 հատ, հավի միս աղացած 250 գրամ, բուսայուղ, աղ, պղպեղներ, մի քիչ ալյուր եւ պաքսիմատ։ Պատրաստման եղանակը. կարտոֆիլը լցնել գոլ ջրի մեջ, աղանել, թողնել եփվի։ Մանր կտրտած սոխը քիչ բուսայուղով տապակել, ավելացնել աղացած միսը, շարունակել տապակել, ապա համեմել աղ ու պղպեղներով, ավելացնել ջրքամած եւ տրորած կարտոֆիլը, եթե անհրաժեշտ է կրկին համեմել, լավ հունցել։ Եթե զանգվածը ջրիկ է ստացվել, պաքսիմատ ավելացնել։ Հարկավոր է զանգվածից ձվից մի քիչ մեծ գնդեր ձևավորել, դրանք թավալել ալյուրի մեջ, թաթախել հարած ձվի մեջ, ապա թավալել պաքսիմատի մեջ եւ տապակել ֆրի եղանակով, այսինքն մեծ քանակությամբ տաքացրած բուսայուղի մեջ։ Կորոկկեները տեղափոխել անձեռոցիկի վրա, մատուցել անմիջապես։ Այսօր այսքանը եւ հատուկ նրանց համար, որ ես սիրում եմ զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ ինչ է հարկավոր հաջորդ անգամ ձեռքի տակ ունենալ։ Ոչխարի միս, սոխ, բրինձ, ձու, յուղ, լոլիկի մածուկ, չլորաթթու, համեմ, ուծ, մաղադանոց եւ բարձր տրամադրություն։ Իսկ մենք կհանդիպենք երկար։